Վարչապետի լսումները խորհրդարանում շարունակվում են, Իրակլի Կոբախիձեն պատասխանում է օրենսդիրների հարցերին հարցաքննության ձևաչափով։ Հիմնական շեշտը դրվում է կրթության բարեփոխումների Eagle Hills-ի նախագծի վրա։ Գործող կանոնակարգի համաձայն հարց ու պատասխանից հետո, ընդմիջումից հետո նախատեսվում է քննարկումներ և ելույթներ։ Հզոր Վրաստան կուսակցության առաջնորդը դիմում է վարչապետին Eagle Hills-ի նախագծի հետ կապված կոնկրետ հարցերով։ Իրակլի Կուպրաձեի խոսքով նախագիծ ուղղված է երկրի ազգային շահերի դեմ։ Լելոն հետաքրքրված է, թե ինչու ընկերության հետ կապված համաձայնագիրը չի հրապարակվում։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշում է, որ աշխատանքները շարունակվում են թարմացված խաղաղության պլանի կատարելագործման ուղղությամբ։ Սթարմերը նշել է, որ Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նորացված խաղաղության շրջանակի վերաբերյալ քննարկումները կարևոր քայլ են ձեռնարկել, ինչպես նաև նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է պահպանվի արդար և երկարատև խաղաղություն հասնելու համար։ Զելենսկին հայտարարում է, որ ցանկանում է Թրամփի հետ քննարկել զգայուն հարցեր։ Կամավորների կոալիցիայի հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ։ Նրա խոսքով եվրոպացի առաջնորդների ներկայությունը այս հանդիպմանը կարող է օգտակար գործոն լինել։ Քանի որ ճնշումը միակ լեզուն է, որի Մոսկվան արձագանքում է, Եվրամիությունը կշարունակի մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, մինչև նրա կողմից խաղաղության հասնելու անկեղծ պատրաստակամություն չլինի։ Սա Եվրահանձնաժողովի նախագահի դիրքորոշումն է։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով Ռուսաստանի տնտեսության դեմ համակարգված և հետևողական պատժամիջոցները նվազեցնում են Ռուսաստանի ռեսուրսները ագրեսիվ պատերազմ վարելու համար։ Ֆրանսիայի նախագահի խոսքով պատերազմը դադարեցնելուն ուղղված խաղաղ բանակցությունները գտնվում են վճռորոշ փուլում։ Էմանուել Մակրոնը շեշտել է Կիևի համար անվտանգության ամուր երաշխիքների կարևորությունը, նշելով, որ այդ երաշխիքները միայն թղթի վրա չեն, այլ ամուր անվտանգության երաշխիքների ամբողջություն են։ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանվող համակարգը կօգնի Ռումինիային զսպել ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն համակարգը պատրաստ է տեղակայման։ Ռումինիան Լեհաստանի հետ միասին գտնվում է անօդաչու թռչող սարքերի կառավարման նոր համակարգի մշակման վերջին փուլում։ Լաթաքիայում տեղի ունեցավ հանրահավաք, Սիրիայում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, պահանջում են քաղաքական համակարգի ապակենտրոնացում և նոր կառավարության կողմից ձեռնարկված անձանց ազատ արձակում։ Սիրիայի անվտանգության ուժերը հրազեն օգտագործեցին նրանց ցրելու համար։ Հրապարակված տեսանյութում երևում է նաև անգիտակից պառկած մարդիկ։ Վենեսուելայի նախագահի կողմնակիցները մայրաքաղաքում երթ են անցկացրել ԱՄՆ-ի հնարավոր ռազմական էսկալացիայի համար։ Վենեսուելայի ներքին գործերի նախարարը նույնպես միացել է երթին։ Երթը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Վենեսուելային «Cartel de los Sol» ճանաչեց որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն և ահաբեկչության հետ կապված պատժամիջոցներ կիրառեց խմբի նկատմամբ։ Թբիլիսիում բացվել է Սքիլվիլ քոլեջի նոր կորպուսը։ Սա Բաթումիից հետո Սքիլվիլի երկրորդ շենքն է, որտեղ ուսումը կլինի տեխնոլոգիական մասնագիտական կրթության ուղղությամբ։ Շնորհանդեսի ժամանակ քննարկվել են նաև ապագայի ծրագրեր, որոնց համաձայն Սքիլվիլի սեփականատերը նախատեսում է հաջորդ 2 տարիների ընթացքում կառուցել ևս 10 քոլեջ տարբեր տարածքներում։